Այսօր ճանապարհի ես գալիս եմ Տավուշի մարզում, այսօրվա վերջին քվոտով 1931 16 միլիոնով տուն է սարքվում, ժողովուրդ ջան, 1931 Այդ քաղաքաշինության կոմիտեի նախագահ ավտոբուսում մեզ հետ է, այստեղ է երևի, ես իրան հարցրիացի 1931-ը, այն սովետի վաղտվային հարգանի շենքերը հիշում եք, չէ, ասցեց ստանդարտով 60 հատ այդպիսի շենք ենք մենք սարքում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, և սա ինչի համար ենք անում, սա անում ենք, որովհետև մենք ասում ենք ժողովրդի տառապանքի մաքարման փուլը անցել է, մանավանդ սահմանամերձ գյուղերի մեր ժողովուրդը 30 քանի տարի տառապել եք դուք ժողովուրդ ջան, հերիքը ինչքան տառապել եք, եկել է ապրելու ժամանակը, եկել է ապրելու կյանքը վայելելու ժամանակը, դրա համար որ մենք ձեզ համար դպրոցներ ենք կառուցում, ճանապարհ ենք կառուցում, տներ ենք կառուցում, որ ապրեք դուք, որ ապրի վերին կարմիր աղբյուրը, ներքին կարմիր աղբյուրը, Մովսեսը, բոլոր բնակավայրերը ապրելու մասին է։ Եվ այո, մենք բերդ խոշորացված համայնքի համար միլիարդներ ենք դրել ժողովուրդ ջան։ Բերդը մի ճանապարհ ուներ եւ բերդում կար բերդ խոշորացված համայնքում։ Հիշում եմ, ես այն ժամանակ լրագրող էի, թե հետո պատգամավոր էի, նախաձեռնություն կար։ Անվտանգ ճանապարհ բերդի համար։ Քանի տարի է բերդի երիտասարդությունը պահանջել, որ կամ Գանձակար-Իցակար ճանապարհը կամ Թթուջունավոր ճանապարհը կառուցվի։ Քանի տարի է պահանջել։ Մեզնից ոչ մեկ չի պահանջել, ժողովուրդ ջան, էդ եկեք ասենք։ Ոչ մեկ ցույց չի արել, ասել, վայ, այդ ճանապարհը սարքեք։ Որովհետև մեր ցույց անելու կարիք չկա։ Ես ձեզնից մեկն եմ, ձեր բոլոր հոգսերը, ցավերը, դառները գիտեմ։ Եվ դուք բերդ խոշորացված համայնքը այսօր 2 նոր ճանապարհ ունի, միլիարդներ ենք ծախսել, մենք 5 միլիարդ փող ենք դրել, որ ձեզ համար կառուցենք 2 նոր ճանապարհ, թող որ ուզենաք այն կողմով գնաք, ուզենաք այն կողմով գնաք, ուզենաք այն կողմով գնաք։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ, նորությունները բաց չթողնելու համար։